փորձենք բացատրել եւ ստեղծենք պրոյեկտ ASP.NET Core-ի MVC pattern-ը եւ փորձենք MVC բացատրությունը ստանալ իրենց ինչ է ներկայացնում։ Այսպեսով, որովհետեւ մենք MVC pattern-ը կարողանանք բացատրենք, մտնում ենք Visual Studio 22, Create New Project, ցենք պրակտիկայից, այստեղ եթե հավաքեք MVC, ինքը կտա պրոյեկտների մի խումբ եւ միանգամից գալիս է ASP.NET Core Web MVC Controller View Model համակարգը։ Կլիկ ենք անում այստեղ, թեկուզարդն եթե պրոյեկտը ձախ մասում կա, մենք կարող ենք ձախից օգտվել։ Next ենք անում։ Նորից next, տեսնենք որ ենք հասնում։ Մենք պրակտիկորեն Visual Studio 22-ի հիմքի վրա մենք փորձենք server programming-ի MVC pattern-ով պրոյեկտներ ստանալ եւ ամենաառաջինը ինչպես ենք մենք աշխատում։ Առաջին տեղում գրավի, որ MVC pattern-ը իրենց ինչ է ներկայացնում։ Մինչև MVC pattern-ը քեծում կատարենք նախորդ ներածությունից, որ մենք ունենք այսպիսի մի սխեմա, որտեղ ուրեմն նշված ընդհանրապես server client հարաբերություն, ինտերնետ ծրագրավորում եւ ընդհանրապես server-ի աշխատանքը server-ով գրված ծրագիր ինչպես է client-ի հետ աշխատում։ Սա սխեմա է, որտեղ նշված է ձախ կողմում, եթե մենք հայենք, վերքան։ Այդտեղ նշված է client-ի մասը, կամ երևի կարմիրով վերցնենք, սա server մասն է, ինչ է ստացվում, երբ որ մենք web ենք ծրագրավորում, ինքը բավարար բարդ է, web ծրագրավորման ժամանակ ծրագիրը քանի որ ինտերնետ իրականացում ունի, եւ ինտերնետ իրականացման ժամանակ ծրագիրը server-ային մասը դրվում է ենթադրաբար որևէ մի հատ հոստում կամ որևէ server-ի վրա, նրա ծրագրային մասը մեզ մոտ կլինի ASP.NET Core-ը եւ client-ը երբ որ կլիկ անում, այստեղ վերցնենք client, կլիկ անում, ապա նա սկսում է աշխատանք կատարել։ Ինչ է կատարվում այստեղ։ Երբ որ մենք կայք ենք կանչում, ասենք, այստեղ նշված է ենթադրենք gmail.com, ապա կայքում client-ի մասից request է գնում, այսպիսով server client հարաբերության մեջ կարևոր տեղ է գրավում, որ client-ից request է գնում, կանանչով ասենք ցույց տանք, գնում է server, մեզ մոտ ենթադրենք ASP.NET Core-ով է նշված, իր server-ով, MVC-ով, նույնիսկ API-ով, API-ով եթե պետք է, ուրեմն get է գնում ենթադրենք, այսինքն հայց է գնում request-ի պատասխանը HTML-ով գալիս է сайт, ինքը նայում է տեսքը, Google-ի сайт կլինի, որևէ մի сайт կլինի, այդտեղ կոդեր են նշված, ասենք 200-ը լավ նշան է, ենթադրենք 204-ը վատ նշան է, connect-ը չկա եւ այլն։ Այսպեսով, այս մոդելը մեզ ցույց է տալիս, որ օպերատորը կամ օգտագործողը նստելով իր համակարգչի մոտ client-ի մասը HTML, CSS, JavaScript տեխնոլոգիայով է գնում, երբեմն անվանում են ուրեմն front-end, ծրագրի սերվերային մասը որևէ մի հեռահար շատ հեռու մի որևէ սերվերի դրված է, որը որ մատակարարում է կամ այսպես ծառայություն համատություն տվյալ client-ին կամ տվյալ օգտագործողին։ Եվ ինչն է հետաքրքիր, request response համակարգով է գնում, եթե մեզ մոտ նայենք, կայքի աշխատանք ինչպես է կատարվում, request response համակարգով client-ից գնում է request, server-ը response է տալիս, ինչ որտեղ ուղարկում է ծրագիրը կամ կայքը իր HTML դեպով եւ ինքը ցուցադրում է։ Request response համակարգով server եւ client հարաբերությունը պաշտպանվում է։
Հիմա եկեք մի հատ մոդել առաջարկենք, որը մեզ շատ պետք է գալու հետագա աշխատանքների համար, ես ակցիոմ եմ համարում, բայց դա առաջնային չի։ Առաջնայինն է, որ մենք հիմա մի հատ մոդել կառաջարկենք, որը որ մեզ կօգնի մնացած դեպքերի համար ինչպես աշխատել։ Այդ մոդելի իմաստը հետևյալն է, որ եթե ես ցանկություն եմ հայտնում, ես իմ գրաֆիկան հիմա կանչեմ, վարքյան, ահա։ Մոդելի իմաստը հետևյալն է, որ ինտերնետ ցանցը, որտեղ որ ես նշում եմ, իրենց ինչ է ներկայացնում, ունենք ենթադրենք կլիենտներ կամ օգտագործողներ, սրանք համակարգիչներ են եւ որևէ տեղ շատ ավելի հեռահար տեղում սերվերն է նստած կամ գտնվում, երբեմն հոստ են անվանում եւ այլը, սրանք կլիենտներն են, որոնք բազմակի համակարգիչներ են, բոլորը ինչ որ կանալով շատ հեռահար ձևով կապնվում են սերվերի հետ։ Ինչ մոդել եմ ես առաջարկում, ահա մենք համակարգչի մոդելը փոխենք սերվեր կլիենտի եւ հասկանանք, որ ոչինչ չի փոխվել իրական կյանքում։ Իմ համակարգիչը առաջ ինչպես էր կամ թափես համակարգչի կառուցվածքը, արագ ասեմ, CPU եւ RAM։ Սկանով այնքը հետաքրքիր եւ ունենք ցուցադրական դիսպլեյ, մոնիտոր ասենք, կամ դիսպլեյ եւ կլավիատուրա իր մաուսով, որը կարևոր չէ այս տարբերակում։ Ինչ է կատարվում։ Մեր իմացած մոդել ենք հնարում ուղղակի։ Մեր իմացած մոդելում այսպեսի բան ենք անում։ Կլավիատուրայի վրա սեղմելով կամ ստեղի վրա սեղմելով, ես միանգամից այստեղ չեմ ստանում արդյունք։ Ինքը գնում է RAM, CPU, մշակվում, ցուցադրվում է դիսպլեյի վրա։ Այսինքն ես request տեխնոլոգիայի նմանատիպ բան եմ ասում, այսինքն request-ը գնում է ստեղից RAM, RAM-ից գալիս է display։ Ինչ ստացվեց, որ մեզ մոտ շատ կարճ ճանապարհ է, սա մի քանի տասնյակ սանտիմետր եթե լարով է կապնված, քանի որ համակարգիչը մեր լոկալ աշխարհում է, ապա մեր համակարգը, պրոցեսորը, ասենք ստեղնաշարը, դիսպլեյը նույն կոդով են կամ նույն համակարգում են կամ նույն չիպերով են աշխատում, նույն ընդունված, այսպես ասած, ստանդարտով, դրա համար 0.1-երի բայթային համակարգով գնում եւ վերադառնում է, ենթադրենք դիսպլեյ։ Ինչ է ստացվում։ Այս մոդելը մենք հասկանում ենք։ Մուտք ելքի սարքեր են սրանք իոններ են, այս դիսպլեյը եւ կլավիատուրան, մաուսը։ Ու սա մեզ համար ոնց որ սերվեր լինի, այդպես նայենք։ Հիմա այս մոդելը տեղափոխում ենք նախորդ գծագիրը։ Այ մեզ մոտ իմ կլավիատուրա համակարգիչ այստեղ են, ասենք այստեղ կլավիատուրա, այստեղ իր համակարգչով լոկալ։ Այս բջիջը request-ը անում սերվեր, մեզ մոտ նախորդ օրինակի համաձայն, այս փոքր ճանապարհն է, այստեղ փոքր գրեմ։ Այստեղ հեռահար շատ երկար կիլոմետրեր, հազարավոր կիլոմետր նույնիսկ ճանապարհ կարող է գնալ։ Բայց մոդելը նույնն է։ Մոդելը հետևյալն է, որ ես օգտագործող գտնում եմ համակարգչի մոտ, ես իրան ուղարկում եմ ինֆորմացիա սերվեր, սերվերը իմ համակարգչում էլ ինձ պատասխանում է դիսպլեյի վրա։ Այսինքն հակադարձ գործողությունը գալիս է իմ դիսպլեյի վրա, ստացվեց, որ ես կլավիատուրայի վրա հավաքեցի համակարգչի մոտ, հավաքեցի գնաց, եկավ, այս նույնն էստեղ է կատարվում։ Ես համակարգչի վրա հավաքեցի բրաուզերի միջոցով սայթի անուն, ինքը գնաց եւ էլ ինձ մոտ եկավ։ Բայց ինչ տարբերություն հիմա պետք է տեսնենք։ Այստեղ ամբողջ իմաստը մոդելը նույնն է բացարձակ, client server, request response կամ իմ համակարգիչը, որ մի քիչ առաջ ցույց տվեցի։ Այս սրա հեռավորության պատճառով, հեռահարության պատճառով մենք ստանդարտներ ենք մտածում եւ ասում ենք, որ այս ճանապարհը այնքան երկար է եւ կորուստներ, ինֆորմացիա եւ ընդհանրապես սերվերը երբեք չի իմանում ինչ համակարգչի հետ է ինքը աշխատում, նույնիսկ սերվերը չունի այդ հնարավորությունը, դրա համար մենք ստանդարտ ենք մտածում եւ ասում ենք, որ այս ճանապարհը գնալ գալը լինի հատուկ միջոց եւ այդ հատուկ միջոցը մենք պրոտոկոլներով ենք անում, շատ պրոտոկոլներ կա, կարա լինի ասենք HTTP պրոտոկոլ, կարողանալ է HTML սայթով եւ այլն, FTP պրոտոկոլներով, ասենք մենք մոտավորապես այդպիսի ստանդարտների միջոցով է գնում։ Ասածս նրանում է, որ
քանի որ սերվերը չգիտի ինչպիսի համակարգչի հետ է ինքը աշխատում, ապա ընդունված կարգը, որ այս ճանապարհը գնում է string-ով, բաց տեգերով, եւ այս string-ով բաց տեգերը ճանապարհին, այսպես ասած, բռնվող են կամ վերցանվող են, եթե ասենք մարդիկ ուզում են միջամտել։ Այս մոդելը կա եւ այս մոդելի գաղտնիքը նրանում է, որ այս ճանապարհը շատ հեռահար լինելու համար եւ բաց տարածքի պատճառով մենք հնարքներ ենք շատ մտածում եւ ամբողջ մեր վեբ պրոգրամինգը փոխվում է նոր ֆիլոսոֆիայի եւ կլիենտի մոտ նստածը բրաուզերով սերվերա դիմում երկար ճանապարհով string-ով կգնա, դա կլինի HTML սայթ եւ այլն, string-ով հետ կգա եւ բացարձակ սերվերը չգիտի ինչպիսի համակարգչի հետ է աշխատում, բայց քանի որ ստանդարտ կա, այդ ստանդարտը եւս մի անգամ վերածվում է սեփական աշխատանքի եւ ստացվում է, որ մեզ մոտ ցանցային համակարգը մեր համակարգից բացարձակ չի տարբերվում։ Նու մոդելի տեսակետից կապը ստացվեց, կլավիատուրայից գնաց processor-ից եկավ display կամ մեզ մոտ կլիենտից գնաց host server, server-ից եկավ էլի կլիենտ display-ի վրա ցույց տվեց, բայց այստեղ մի տարբերություն կա։ Եթե բինար համակարգում 0-1-երով է համակարգիչը, ապա server կլիենտի դեպքում ճանապարհը շատ մեծ է եւ ստանդարտիզացիա է ուզում։ Այդ ստանդարտիզացիայի իմաստը, որ գալիս է HTML, HTTP, FTP եւ այլ, այսինքն FTP համակարգերի միջամտություն։ Հիմա ես ինչ եմ ուզում շարունակեմ, տեսեք, ես ինչ եմ վերցնում եմ պատերն արդեն ծրագիր արդեն կանչել են եւ իմ ծրագրում կա controller, model եւ view։ 3 հատ folder կա։ Գնանք նայենք մեր վերնագրում ինչպիսի տեղագրավում այստեղ։ Ուրեմն մենք ունենք MVC pattern, եկեք այս pattern-ը ցուցադրենք եւ ասենք, որ server կամ web server ծրագրավորման ժամանակ իմ նշած մոդելի հետ կապված մենք մի հատ ինչ-որ pattern ենք հնարում։ Այս pattern-ի իմաստը հետեւյալն է։ Նայեք։ Սենց կլորներով ես կարող եմ կարել, մեկը գդրեմ M, մեկը գդրեմ V, մեկը գդրեմ C։ C-ն controller-ը նշանակում է ղեկավարվող մաս եւ մեր կոդը ամբողջությամբ գրվում է այստեղ։ Այսինքն C# կոդը գրվում է այստեղ։ Մոդել նշանակում է տվյալների մշակման տեղ եւ կապը ենթադրենք entity-ի միջոցով SQL-ի հետ։ Այսինքն database-ի կապ։ Այսինքն տվյալները մենք M-ում ենք գրում, M մասում մեզ մոտ folder կլինի, կոդի մասը կամ տրամաբանական մասը controller-ում ենք գրում, view-ն ինչ կլինի, view-ն ուղղակի display-ի են ցուցադրումն է, որ մի քիչ առաջ ասեցի։ Այսինքն այս 3 ծրագիրը բաժանված է 3 տրամաբանական խտացվածության մասերի եւ անունը ստացել է MVC։ Եթե դուք ինչ որ մի հատ ծրագիրի հատված ունեք, որ ցուցադրական է, մտնում եք view մաս, model մաս, ասենք եւ այլն, control view եւ այդպեսի բաշխում է գնում։ Եկեք այս բաշխումներն էլ եւս մի անգամ նշենք, նորից կոդը նշենք, ենթադրենք MVC։ Controller-ը արտաքին կապն է, իմ նշածն է, որ արտաքինից բրաուզերը, ինքը նստած է կամ հավաքված է կամ գտնվում է, տեղադրված է սերվերի վրա, եւ այս սերվերի վրա ինքը կապ է հաստատում այլ միջոցների հետ։ Այսինքն controller-ը արտաքին կապն է։ Controller-ը ես Slack-ով ցույց կտամ, ղեկավարում է եւ view-ին, եւ model-ին։ Slack-ի ծայրը ցույց է տալիս, որ controller-ը ամենաշատ հնարավորություններ ունեցող համակարգն է։ Հիմա շարունակեմ։ View-ն եթե մի բան պետք է display-ի վրա ցույց տար, մոդելը մի քիչ առաջ է ցույց տվեցի, եթե պետք է որևէ բան, ասենք մոնիտորի display-ի վրա ցույց տար, ապա այդ կատարում ենք այստեղ է հավաքում դրանք եւ հիմնականում դա գալիս է HTML ստանդարտով։ Տենց այդպես նայենք խնդրի։ View-ն նույնպես կարող է ղեկավարել մոդելին, այսինքն տվյալները իրանցից ինչ են ներկայացնում։ 4 համակարգեր կամ ավելի շուտ ուրիշներին չղեկավարող, controller-ը 2-ին կարող է ղեկավարել, ավելի շուտ 3-ին, որովհետև այս տարածքն էլ արտաքին կապն է։ Ասում եմ, որ controller-ը եւ արտաքին մուտք ելքն է, եւ view-ին է ղեկավարում եւ
մոդելին, ասինքն տվյալներին, view-ն կարող է ղեկավարել մոդելին եւ տվյալ վերցնել այնտեղից, մոդելը ոչ մեկին չի ղեկավարում։ Իր միջոցով parza մենք կարողանում ենք controller-ով կապ հաստատել նույնիսկ SQL-ի հետ, բայց մոտավորապես այս մոդելը կամ այս նշված slack-ները ցույց է տալի MVC համակարգը, սա design pattern-ներից է վերցրած, որը որ օգտագործվում է եւ մեր նշված համակարգում, եթե ես հիմա ուղղակի աշխատացնեմ իրան որպես ծրագիր, ինքը աջ կողմում շատ ֆոլդերներ կան, մենք այդտեղ չենք մանրանա, շատ չենք խորանա այդ մասում, հիմա ես ցույց տամ ինչպես է գալիս ինքը, մի վայրկյան, մեր առաջի ծրագիր ASE-ով եկավ, այսինքն նույնիսկ մեզ մոտ, եթե ես հիմա ուզում եմ MVC-ին բացատրեմ, առաջի օրինակը կանենք ու ես կվերջացնենք փոքր ներածություն տեխնոլոգիայով։ Controller-ում կգրենք տրամաբանական մաս, կոդ, C# կոդեր են, չի վախենալ, այստեղ մենք կորոշենք ինչ է գտնում, մոդելում կդնենք, ինքը արդեն որոշ բաներ ունի, բայց կարևոր չի։ Մենք կդնենք կլասներ, որտեղ տվյալներ ա գրվում, view-ում էլ HTML կլինի, իր home-ով եւ share-ով, որ էլի տեղափոխ տեսնենք էլի HTML կոդեր են, որը որ մեզ թույլ է տալիս աշխատել։ Ահա այս 3 ֆոլդերները MVC pattern-ի իրականացման տեղերն են, pattern-ի իմաստը ասվեց, որը ում է պատասխան տալիս, մեկը ցուցադրում, մեկը տվյալներ, մյուսը controller կամ կոդը, այսինքն ամբողջ ղեկավարումը իր վրա վերցնում։ Եվ փորձենք ASP.NET Core MVC pattern-ի առաջի ստեղծումը եղավ, փորձենք որևէ ծրագիր ստեղծենք կամ գոնե իրան հասկանանք որտեղ մենք ինչ կատարում։ Նայում ենք ծրագրին։ Նայեք։ Մենք ամեն ինչ անում ենք home controller-ով։ Նու controller կա home-ը իր start-ն է, տենց վերցնենք։ Տարբեր տեղը տարբեր անուններ կլինի։ Մենք չենք տեսնում ոչ մի բան, չտենալու ենք տալի ոչինչ չենք տեսնում։ Մենք նայում ենք որտեղ կա index, սա մուտքային մասն է։ Եթե C++-ում C#-ում main-ն է մուտքային մաս, որպես console application եւ մնացած application-ը, ապա այս pattern-ում կամ ավելի շուտ web programming-ում core-ում մուտքը index-ն է, սա ֆունկցիոնալ է։ Ինքը return view անում, դեռ կհասկանանք սա իրենց ինչա ներկայացնում, բայց փորձենք որևէ կոդ գրել եւ ինչ հիմա այս return view-ն ասում է ես մտնում եմ եւ ցուցադրում եմ։ Մի հատ նորություն կամ մի հատ պատճառ, եթե մենք չենք վերադարձնում որևէ կայք, այդտեղ կարող է լինել կայքի անուն որևէ, ասենք abdar.com Չէ կարա կայք լինի, որևէ իր պետք է օրենքով վերադարձնել։ Եթե մենք որևէ կայք կամ մեզ մոտ local HTML որևէ edge չենք վերադարձնում, ինքը գնում է view, նայում է home-ում, հետո նայում է share-ում, եթե այս երկուսում index-ին համապատասխան որևէ C# HTML կոդ տեսնի, ապա դա կցուցադրի։ Այ մեզ մոտ սա է ցուցադրում։ Ես այս div-ի տակ մի հատ էլ հավաքեմ, ասենք h2, ասենք գրենք ինչ գրենք, ասենք գրենք, սա հաշեր գրենք, որ ոչինչ էլ չգրենք, եւ իրան աշխատացնենք։ Մեզ մոտ թարգմանությունից հետո ինքը ցուցադրի Իվարքան, ահա այս հաշերը ես ավելացրեցի, այսինքն բացի որ կա մենյու, որ ինքը ինչ որ տեղից կանչում է, որին պետք է մենք նախապատրաստվենք եւ այլ ոչ զրոական տարածք, ես կարող եմ զրոական տարածքներն էլ ստանալ, ահա, բայց եւ այնպես արդեն ես կարողացա նույնիսկ HTML կոդով որևէ HTML tag գրել եւ ինքը աշխատեց։ Ուրեմն ինքը գալիս է controller, գալիս է index, return առնում view, գնում է view-ում նայում է index կա թե չէ, եթե նշված չի կայքի անունը, ու այդ index-ի մեջին է ցուցադրում, այստեղ տարբեր բաներ կան, նույնիսկ ասենք սաբաչկա կա կամ շնիկ կա, որը razor-ի նշան է, որը կանցնենք, այստեղ կա, ասենք ինչ որ կա, որը հղում է կատարում Microsoft-ի սայթին, այստեղ էլ կա CSS-ի ինչ որ տարբերակ։ Կարևոր չէ այս պարագայում։ Կարևորը որ մենք հիմա փորձենք մի որևէ այլ խնդիր լուծել։ Եկեք index-ում string դնենք, մենք ուզում ենք C# մի այլ ձևով աշխատի։ Մենք չենք ուզում ունենալ այս ինտերֆեյսը, գրենք string type եւ parza պետքա վերադարձնի string։ Ահա։ Եվ ենթադրենք բարև եմ ուզում։ Եվ բարևը փակում եմ։
Ինչ կատարվի, չգիտենք։ Ուղղակի մենք իրան աշխատացնենք, ինքը գա կոնտրոլեր, մեկը մուտք ելքնա օպերատորը սխմեց, սա հոսթում է գտնում է։ Այս ծրագիրը մենք հետագայում տեղավորում ենք, ասենք web application աչ կլիկ, հետո publish ենք անում, տեսեք, հետո գալիս է publish-ի որտեղ եք դնում եւ այլն, ես գնում եք հոստը, գնումները կատարում եք, վճարումները անում եք եւ սայթը նստած է, ասենք վերցնում եք որևէ հոստ, այնտեղ դնում եք ձեր կայքի անունը, շատ հեշտ, շատ արագ ինքը գործողություն է գնում։ Home controller-ը ասում է, որ դու կայքման մի արի, string են ուզել, ես հիմա ձեզ բրաուզերի մի հատ բարև կտամ։ Տեսնենք։ Եթե այդպիսի բան անի, շնորհակալություն կհայտնենք, մի հատ տրամաբանական խնդիր կլուծենք ու դրան տեսեք բարևը եկա, ոչ ֆորմատացված, ոչ մի բան, բրաուզերը ուրիշ ոչինչ չկանչեց, որտեղ մենք իր ձեռքից խլեցինք MVC գլխավոր կայք ցույց տվող տրամաբանություն կատարող մոդելի մասում տվյալներ կատարող մասը, որը որ հանեցինք։ Շատ լավ։ Փորձենք բարևը շարունակել եւ parse-ը մի քիչ հետո մի ավելի հետաքրքիր բան կանենք։ Ես ուրեմն հենց հիմա փորձեմ որևէ կայք ցուցադրել, այսինքն բացի բարևից ուզում եմ իմ կայքը լինի կամ իմ կայք սխալ ասեցի, image-ը, my view։ My view։ Ինչ եմ ուզում անեմ։ Ես հիմա ուզում եմ այս հինը էլի վերադարձնել։ Ահա։ Այստեղ գրում եմ my view։ Հիմա ինչն է հետաքրքիր, ինքը կգա controller, ինքը կգա index, ինքը կաշխատի այս կայքը ցույց տալ, որտեղ ստիպել եմ այդ կայքը, բայց ինքը այդ կայքը չունի, մեզ կտա ինքը ինչ-որ շատ լավ բան, ճիշտ է, ինքը error է, բայց correction ошибки է, այսպես ասած deep learning, machine learning-ի տեսակը, հենց սխալների correction-ը, որ այսքան GPT-ն զարգացավ կամ մնացած է, այսինքն սխալ կա եւ սա ուրախալի է։ Ինքը մեզ հուշում է, գնացել է view, գնացել է home, չի գտել կայք, գնացել է view, գնացել է share, երկու տարբերակ, սա այսպես ասած պահուստային օդանավակայանն է, չի գտել դրա համար այս error-ն է, բայց սա վատ error չի, սա ընդհանրապես հուշում է, որ դու ինչ-որ մի բան չես գրել։ Մենք ինչ ենք անում։ Եթե մենք my view-ն չի ստացվում, ապա ես նոր բան եմ սովորում, վերցնում եմ view, home եւ փորձում եմ ավելացնել right click եւ այլ։ Ինչ եմ կատարում։ Գնում եմ view, մտնում եմ home, աչ click, այդ մի քանի անգամ որ կրկնեք, քշվի new item։ Այս new item-ում ես web պետքա նշեմ, դրա համար կնշեմ այստեղ empty reserve view եւ անունը դնեմ my view։ My view-ի անունը եկեք ես վերցնեմ։ Այսպես։ Այսպես վերցնեմ, ստեղ խոշորացնեմ, որ իշենք սա ենք վերցնում, ինքը մնացածը կդնի։ Եվ տեղադրենք ստեղ։ Ահա ստացվեց, որ ես առաջի կայքը MVC core pattern-ով եւ ընդհանրապես այսպես այդ core MVC շաբլոնով կամ pattern-ով ես արդեն կայք ավելացրեցի my view։ Հիմա ինքը իմ փոխարեն ինչ-որ բաներ ա դրել, եկեք ես մեկը կոմենտը հանենք, սա դեռ չգիտենք իրանից ինչ ա ներկայացնում։ Այստեղ կարող ենք body գրել, HTML գրել, JavaScript գրել, ինչ ուզում եք գրեք, բայց ես կշարունակեմ իմ H1-երը, այնքանը որ H1 H2 բարևը կդնեմ նորից։ Հիմա ինչ ա ստացվում, եթե ես աշխատացնեմ, ինքը ինչ-որ մի հատ բերեց մենյու, որը ինքը ուրիշ տեղից կարդաց, բայց բարևը ստացավ։ Այս մենյուն առանձին է գալիս, ես ասենք մյուս դասերում կասեմ, layout-ը 0 կդնենք, սա էլ չի գա, սա նստած է, ասենք view start-ում ինչ-որ մի ձևով նստած է, ամեն դեպքում բարևը արդեն բերեց։ Ես կայք գրեցի, բայց ես կայքը այս ձևի չէի ցանկանա գրեմ, ապա գրեի layout-ը 0 կդնեմ, այսինքն ուրիշից մի վերցրու, ուրիշ տեղից մի արա որևէ բան ես կդնեմ layout-ը 0, վերջ։ Այն layout-ը թե 0 դրեցինք, առաջի հրամաններից մեկը սորեցինք։ Բարև եկավ կայքը կա, սովորական կայք, բայց Visual Studio 22-ի MVC pattern-ով կամ այսպես այդ core-ով, մինիմալով ինչ որ մենք մի գիտելիքի հասնում ենք։ Շատ լավ, 0 դրեցի, բարև դրեցի, բայց եկեք օգտվենք իմ մոտից, body-ով գրենք, որ ավելի խելացի լինի, կամ հաճելի լինի, թողեք բարևը մնա։ Այս բարևը առանձին ինքը կնշի կամ ավելի շուտ այս բարևը ես կդնեմ, երևի ինքը hello-ա կդնեմ այս div-ի մեջ։ Ահա։ Հիմա ինքը HTML գիտենք, parse-ա, header-ը ինչա, body-ն ինչա, div-ը ինչա, h2-ն ինչա,
բարև բոլորին, մի հատ էլ իմ ուզածով բարև, այս հրամանը դեռ չեմ ասի, գաղտնիքա, բայց արդեն կայքում եմ։ Ես ահագին գործ արեցի, աքսիոմանը սարքեցինք, տեսեք, իմ են մեծ բարևն է եւ իմ կայքի սովորական բարևն։ Ես կայք եմ աշխատացնում, այս աչքովում ինքը դրված է։ Այսինքն VC pattern-ը կամ core-ը ինչ անում, մանա գալիս controller-ում նա գալի start-ը որտեղ է, այնտեղ եթե նշած է որևէ my view site կամ կայք կամ edge հենց անձնական, այդ անձնական edge-ը ցույց է տալիս։ Շատ լավ, ոսո ցուցադրումը մենք վերջացնում ենք համարյա, դասը վերջացվում է, ուղղակի մի հատ փոքր տրամաբանություն փորձենք, Freeman-ից է վերցրած, եւ ես օրինակն էլ Freeman-ից վերջած, ոչ որ 24 տվինն էլ կա, եթե չեմ խառնում, ուրեմն այս my view-ից վեր տեղադրման տեղերն եմ ասում, ես սպարզա չեմ վերցնի կոմենտով կհանեմ, integer եմ վերցնում, data time now hour, ասիկը ժամանակն եմ վերցնում, եւ չգիտեմ սա ինչ է, այս է նորությունը։ Սա մի հատ փոքր խնդիր է, որ ասում է, եթե ուրեմն ժամը մինչև 12-ն է morning, ինձ ուղարկի view bug-ը չգիտեմ ինչ է։ Այսա կապ է, սա Razer-ի հետ կապված, սա նորություն է, որ C# կոդը կայքի հետ ես իրավունք, այս կայքի հետ ես կապ եմ հաստատում, այսինքն HTML-ի կապը C# կոդի հետ։ Ահա առաջի կապը, view bug-ը իր ներքին հրամաններից է, GG-ն իմ փոփոխականն է, տաքսի չի սա, այս փոփոխականն է, ասում է, այս փոփոխականի մեջ դիր կամ morning, սա ternary operation-ը, հարցականով գիտեք, if-ի նման բան է, C#-ն ունի, C-ն ունի, Java-ն ունի, եւ այս երկու string-ներից մեկը թող պաշտպանի այս GG-ում։ Եթե սիան աշխատացնեմ, տրամաբանությունը կաշխատի։ Եթե սիան աշխատացնեմ, error չի լինի, բայց օգտակար ոչինչ չկա։ Որ GG-ում գրելա չի նշանակում, ասենք GG տաքսին կա, պետքա պատվիրեք, որ գա ձեր բակը, որ ձեզ տանի որևէ տեղ։ Ահա եւ պատվերը քիչացնենք, պատվերը հետեւյալն է, գնամ, այս մասն է, որը որ կոմենտ արած, իսկ ավելի շուտ իմ ծրագրում արդեն պետքա լինի։ Գնացի view HTML, իսկ կոմենտից ուղակի կհանեմ եւ ստացվեց, որ ես C#-ով գրած կոդս, որը որ morning-ը թե afternoon-ը string-ը վերցրեց, կուղարկի my view site-ում GG, ես hello-ն էլ կարող եմ դեռ հանել, այս GG-ում ինչ կստանա, ինքը այս փոփոխականը կտիրնի, եւ այս շնիկը Razer-ի նշանակում է կապ կոդի հետ, ասինքն controller-ի C# կոդի կապը HTML-ի հետ, ստեղ դուք կարող եք for գրել, for each գրել, if գրել, switch գրել, շատ լավ բաներ կարող եք գրել։ Ահա մեծ առանձնահատկություններից մեկը ASP.NET այդ Core-ի, MVC-ի եւ ընդհանրապես հետեւյալն է, որ մենք կապ ենք հաստատում, ուրեմն C# կոդի եւ HTML կոդի միջեւ կամ HTML տեգերի միջեւ։ Եվ հիմա եթե ես աշխատացնեմ, տեսնեք, որ ինքը բոլորին բարև afternoon-ը գալիս, այսինքն ես afternoon-ը նորից ցույց տամ, բոլորին բարևներ հանեմ, որ ընդհանրապես չխանգարի, ինձ չօգնի։ Տեսեք, afternoon, այսա C# կոդից բերեց, այսա բերեց այստեղից, այսա բերեց այս հրանից, քանի որ ենթադրենք հիմա ժամը մեծ է 12-ից ժամը ենթադրաբար, ապա ինքը morning parza ինքը չբերեց եւ կապը կարճ ասած մեջ կապը փորձեց այսպիսով հաստատել։ Ինչ ստացվեց, որ ես կարող եմ նույնիսկ vbug-ից հետո գրել, ասենք x-եր, սա ոչինչ չի նշանակում, որովհետեւ իմ կայքը շարունակվում է։ Սա ոչինչ չի։ Այս x-ը ինքը որպես HTML ցույց կտա, ոչ մեկը մեզ չի ասի, թե ինչու ցույց տվեցին։ Կարևորը այս փոփոխականը string-ով կարճ ասած հասավ մեզ մոտ։ Ահա այսքանը նախնական, որպես մեր ծրագրային start որոշ օրինակների հետագա ցուցադրում, մենք ASP.NET Core MVC պրոյեկտ ստեղծեցինք, բացատրեցինք, որ model view controller-ը իրանից ինչա ներկայացնում, մենք controller-ը start-ը տեսանք, որ դա ինդեքսով է, մենք controller-ի մեջ կոդ գրեցինք, այսպիսի, այս կոդը ես կարողացա տրամաբանական կապի մեջ դնել view bug Razer-յան համակարգի հետ, որ հետո ավելի կկրկնենք, մենք գնացինք կայք ստեղծեցինք եւ այդ view bug GG-ն, որի անունը ես էի դրել, այդ ինֆորմացիան կարճ ասած կապ հաստատեց
controller-ի C# կոդի եւ HTML ցուցադրման կայքի միջև։